Ռուսական Russia Today հեռուստաընկերության 3.5 միլիոն հետևորդ ունեցող պաշտոնական էջում տարածվող այս տեսանյութը արհեստական բանականությամբ կեղծված է։ Facebook, TikTok, Instagram, YouTube, X ապրիլի 2-ից սոցիալական ցանցերում երեխային «Չես խաբի» վերնագրով այս տեսանյութը լայնորեն տարածվում է, որտեղ Նիկոլ Փաշինյանը երեխային սրտիկաձև թխվածքաբլիթ է տալիս, սակայն երեխան իբր այն դեն է նետում եւ սկսում լաց լինել։ Իսկ ինչ էր եղել իրականում, մարտի 29-ը Երևան շրջայց։ Ai apres. Սա երեխայի հոր ֆեյսբուքյան էջից է, շրջայցն ամբողջությամբ 47 րոպե, ուղիղ եթերում հրապարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Ինչ անուն է։ Խաչես, ինչ հզոր անուն է։ Ապրիլի 2-ի այս կեղծիքից մեկ օր առաջ էլ մի ուրիշ կեղծիք արդեն տարածվում էր։ Facebook-ում հարյուրավոր տարածումներ ունեցող այս լուսանկարում իբր Նիկոլ Փաշինյանի նախապապն է, ազգությամբ թուրք։ Կեղծ է, փաստում են փաստեր ստուգող լրագրողները, իսկ ըստ այդ կեղծ պատմության իբրև հենց Նիկոլ Փաշինյանն է թուրքական Milliyet թերթին պատմել, որ իր նախապապը թուրք է։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երբևէ հարցազրույց չի տվել այդ թերթին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւս Civilnet Check-ին հաստատել է, որ նման հարցազրույց չի եղել, իսկ որտեղից եւ ինչպես գրառումը հայտնվեց սոցիալական հարթակներում։ Առաջինը ապրիլի 1-ին այն հրապարակվել է ռուս լրագրող Միխայիլ Շահնազարովի ֆեյսբուքյան էջում, ապա նաև X-ի էջում։ Այստեղից էլ այն տարածեցին մի խումբ ռուսալեզու տելեգրամյան ալիքներ, որոնց մի մասը կառավարվում է Հայաստանից, ապա կեղծ լուրը հասավ հայ օգտատերերին։ Իդեպ, փաստեր ստուգող լրագրողների ստուգումները պարզել են, լուսանկարնել է սկզբնապես տարածել ռուս լրագրող բլոգերը։ Բաց աղբյուրներում, սակայն, այդպիսի լուսանկար չկա եւ հավանաբար կրկին արհեստական բանականության գործիքն է գործի անցել։ Ծանոթ անուն է էլի թուրքական մամուլ եւ էլի օքայ դեպրեմ։ Այս անգամ հորինված պատմությունը գյուղատնտեսությանն է վերաբերում։ Հոդվածում առանց ապացույցների Կրեմլի քարոզիչ համարվող դեպրեմը պնդում է, թե Հայաստանի գյուղատնտեսությունը մենաշնորհում են իշխանությանը մոտ շրջանակները եւ կարող են փոխանցել թուրքական ընկերություններին, իսկ որպես փաստ ներկայացնում, որ գյուղատնտեսության նախարարություն առանձին չկա էլ, հատուկ է լուծարվել Փաշինյանի կողմից դեռ 2019 թվականին։ Ու վայրկյանների ճշգրտությամբ արհեստական բանականությամբ ստեղծված միևնույն տեսանյութի տեսքով այս լուրը հրապարակվում է միանգամից մի շարք էջերում։ Գիտեք ինչով է առանձնահատուկ 2026 թվականի փետրվարի 18-ը։ Հենց այս օրը Facebook-ում ստեղծվել են 17 լրատվական կեղծ էջեր, որոնք համակարգված, համախմբված քարոզ են իրականացնում Սամվել Կարապետյանի եւ նրա ղեկավարած կուսակցության օգտին ու զուգահեռ առանց ժամանակ կորցնելու AI-ով ստեղծված եւ մոլորեցնող վիդեոներ են տարածում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների կամ նախկին անդամների մասին։ Մեդիայեմի փաստերի ստուգման թիմն է ուսումնասիրել, պարզել, բացահայտել այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը էլի վայրկյանների ճշգրտությամբ տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին Մեդիայեմի փաստերի ստուգման թիմը կարողացել է նույնականացնել։ Նրանցից մեկը, օրինակ, հայտնի բլոգեր Անաստասիայի նկարներով հանդես եկող Մանուշակ Մխոյանն է, որի անունը հավանաբար հորինված է։ Ստացվում է, որ կեղծ օգտատերերը գողանում են մարդկանց լուսանկարները եւ ինքնությունը կուսակցական քարոզ անելու նպատակով։ Համացանցում կեղծ օգտահաշիվների լուսանկարների որոնման արդյունքում պարզվել է, որ դրանք մեծամասամբ գողացված են ռուսական ծանոթությունների կայքերից կամ չափահասների համար նախատեսված 18+ հարթակներից։ Այս դեպքում էլ գրառումն է հորինված փաստերի ստուգման հարթակի ստուգումները ցույց են տվել հայոց գրերի գողացված լինելու մասին գրառում Նիկոլ Փաշինյանը երբեք չի արել։ Ալգորիթմը ստեղծված է արհեստական բանականությամբ, իսկ այն տարածողները ընդդիմադիր ուժերին տարբեր հարթակներում աջակցող օգտահաշիվներ են։ Մինչդեռ հայոց գրերի գյուտը Մաշտոցի կողմից եթովպացիներից գողացված լինելու թեզը ադրբեջանական ծագում ունի։ Իրինա Մկրտչյան, Մնացական Բոստանջան լուրեր։